Մնացները խոսում են Արցախը հանձնողների մասին, Նիկոլ վերածները խոսում են Նիկոլին վերելու մասին, ում նկատի ունի Նիկոլ վերածների պահովելը։ Կարծում եմ ամեն ինչ ասված է եւ կարիք չկա մանրամասների մեջ մտնել, մենք հիմա պետք է կենտրոնանանք ազգային ուժերի համախմբման, Հայաստանի անկախությունը պաշտպանելու, թույլ չտալու, որ երրորդ հանրապետությունը դառնա պատմություն։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հետևողականորեն գնում է Հայաստանի Հանրապետության գաղափարական ու բովանդակային հիմքերը, այն է անկախության հռչակագիրը մերժելու ճանապարհով, այսինքն 90 թվականի օգոստոսի 23-ը մերժելու, հետևաբար նաև 91-ի սեպտեմբերի 21-ի ԱՅՈ-ի գաղափարը մերժելու ճանապարհով, սա փաստ է։ Այսօր մեր թիվ 1 խնդիրը պետք է լինի թույլ չտալ Հայաստանի Հանրապետության վերածումը Էրմենիստանի։ Դուք կոնկրետ որ քաղաքական ուժի օգտին եք աշխատել։ Ես կոնկրետ ասեցի, ԱՅՈ եմ ասելու անկախության հռչակագրին, դեմ եմ ասելու նիկոլիզմին։ Ընտրությունների։ Պարոն նախագահն իր խոսքում ասեց, որ կան ազգային պետական ուժեր, ազգային ընդդիմադիր ուժեր եւ մեր հանրապետական կուսակցության գործընկերները բոլոր սոցիոլոգիայով ցույց են տվել, որ նրանք ձայն չեն տալու նիկոլիզմին եւ ձայն են տալու այն ուժերին, որոնք պայքարել ու պայքարելու են հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես չմանրամասնեմ, կան։ Ես իմ համար իմ ընտրությունը կա։ Ուժեղ Հայաստանի նկատում եք, պարոն Շարմազանov, Ես ասեցի։ Պարոն Շարմազանov, ընտրություններին չմասնակցելու որոշման հիմքում հնարավոր է, որ նաև այդ սոցհարցումների արդյունքներն են եղել։ Չէ, սոցիոլոգիական, չէ, հանրապետականը, ինչ որ հանրապետական կուսակցությունը քանի կուսակցություն կա Հայաստանում, որ sense ընդդիմադիր դաշտի, որ sense ռեսուրս ունի եւ sense թիմ ունի։ Մենք շատ հստակ նախագահն իր խոսքում ասել է, նախ ասեմ, որ այդ որոշումը հեշտ չի տրվել մեզ։ 2 ամիս լուրջ քննարկումներ են եղել, տարբեր կարծիքներ են եղել։ Եկել ենք այդ եզրակացության ենք հանգել, հիմա մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Սա կուսակցության որոշումն է եւ կուսակցությունը գնում է այդ ուղղությամբ։ Մեր նպատակը կրկնում եմ, թույլ չտալ, որպեսզի Հայաստանը վերածվի Էրմենիստանի կամ վիլայեթացման։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հետևողականորեն տանում է դեպի վիլայեթացման ու ադրբեջանացման, սա փաստ է։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարն է զուգահեռ ընթանում, Ալեն Սիմոնյանը այսպիսի մի միտք է արտահայտել, երբ խոսել է Հայաստանի անվտանգության երաշխավորներից, ասել է Ադրբեջանն է Հայաստանի լավագույն երաշխավորը անվտանգության եւ հակառակը։ Միգուցե իրենց իշխանության մնալու երաշխավորը Ալիևն է, այո։ Եվ հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Հայաստանի քաղաքացիներն են։ Ալեն Սիմոնյանը այստեղ անկեղծ է, որ ասում է, որ իրենց, որովհետև իրենք շատ են սիրում Հայաստանի Հանրապետությունն ու իրենց իշխանությունը նույնացնել, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դա ԿՊ չէ, ավելին դա նիկոլիզմը չէ։ Բայց ժողովուրդը պետք է որոշի։ Ժողովուրդը պետք է այդ հանրաքվեով հստակ որոշի, որ ինքն է տերը իր երկրի եւ թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունը հետ կանգնի անկախության հռչակագրի նպատակներից։ Պարոն Շարմազանով, այս օրերի մամուլում տեղեկություններ է շրջանառվում, որ կարկառուն ՀՀԿ-ականները աջակցում են ուժեղ Հայաստանին։ Դուք տեղեկություններ ունեք ձգուծակիցների հետ այդ առումով որևէ շփումներ դրություն։ Ես շատ պարզ ասեցի, դուք ինչ որ ուզում եք այդ ուղղությամբ տանել, կգա ժամանակը ամեն ինչ կիմանանք։ Ինչու պարոն Շարմազանով, որ նախկին հանրապետականները հիմա ուժեղ Հայաստանի կուսակցության ցանկում են եւ կարող է գնալ Նիկոլ Փաշինյանի ցանկումը լինել, հələ կներեք էլի։ Այսինքն կարող է գնալ Նիկոլ Փաշինյանի ցանկումը լինել։ Զարմացեք, եթե հանրապետականները պաշտպանեին նիկոլիզմին, երբ որ պաշտպանում են ազգային պետական գաղափարներ կրող ուժերին, ինչու եք զարմանում։ Այսինքն դուք դա դավաճանություն չեք համարում, նորմալ է, որ գնան այլ ուժերին միանան։ Ես ոչ դա եմ դավաճանություն համարում, չէ, դավաճանություն համարում են չառաջադրվել ընտրություններին չմասնակցել չէ։ Մի քիչ գալուստավարի ասեցի, բայց տենց է։ Չառաջադրվելը ընտրություններին չմասնակցել չէ։ Հանրապետականը ակտիվ մասնակցելու է ընտրական process-ներին, հանրապետականը ակտիվ տարածելու է իր գաղափարները, բայց մի բան ասեմ, թող որևէ կուսակցությունների վրա չընկալի, չընդունի, ես պարզապես մեր համար ասեմ, իմ համար։ Ինձ պաշտոն չի պետք, իսկ Հայաստանի Հանրապետությունն է պետք։ Դրա համար այսօր առաջնային խնդիրը նիկոլիզմից ազատվելն է։ Վերջ։ Հաջան։ Սերժ Սարգսյանն իր ելույթում համախմբվածություն
Օրինակ, երբ որ խոսում էր ապրիլյան պատերազմի մասին, ասաց, որ շա այդ արժանապատվության, համախմբվածության, միասնականության արդյունքում էր նաև այդ, ինչպես ինքն ասաց, հաղթանակը։ Հիմա տեսեք, հանրապետականը այդպես է ասում, բայց ընդդիմադիր դաշտում հանրապետականը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ նորից կամ հանրապետականին աջակցող մարդիկ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ այսպես շատ ուժեղ պայքարի մեջ են, այնպիսի տպավորություն է, որ երբեմն Ռոբերտ Քոչարյանը թիրախավորում է առնվազն այնքան, ինչքան Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է ընտրություններին, ես այդ իմաստով եմ նշում Քոչարյանի թիրախավորումները։ Արդյոք սրանով դուք ավելի վնաս չեք տալիս եւ ավելի շատ չեք նպաստում Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, վերջից գա։ Եվ ինչու է այստեղ այդ միասնականությունը չկա։ Ասեմ, նախ վերջից գա։ Իհարկե ոչ։ Մեր ազգալով մենք չենք նպաստում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Մենք նպաստում ենք ընդդիմադիր դաշտի համախմբմանը եւ մեր սեփական օրինակով, մեր եսը խոնարելով հանուն համազգային ու համապետական մենքի օրինակ ենք ծառայում մնացած քաղաքական ուժերի եւ դերակատարների համար 1։ Երկրորդ, պարոն երկրորդ նախագահի հետ կապված եւ նրա թիմի հետ կապված մենք այնտեղ կոնկրետ ես այնտեղ ունեմ բազմաթիվ պայքարի ընկերներ եւ գոնե ես վերջին շրջանում հանրապետական կուսակցության կողմից երկրորդ նախագահ եւ նրա թիմի նկատմամբ թիրախավորումներ չեմ տեսել, ինքս չեմ էլ արել։ Երրորդ, եթե համեմատենք երկրորդ նախագահին ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, դա անհամեմատելի բաներ են։ Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, առաջին նախագահը, մեր գաղափարակիցները ստեղ են։ Ինչ նշանակում մեր գաղափարակիցները։ Ձեր հետ են եղել ձեր թիմի հետ։ Մեր հետ շատ մարդ ա եղել։ Հիմա դուք ուզում եք ասել, ովքեր որ Քոչարյանի դեմ հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դրա թիմի դեմ գրառումներ են անում, որ ինքը ընտրություններին մասնակցելով օգնում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Կուսակցության հետ չունեն հանրապետականի հետ։ Ոչ։ Միքայել Մինասյանի կողմնակիցներն են, կապ չունեն հանրապետական։ Դե նշած անձը հանրապետական կուսակցության անդամ է։ Ղեկավար կառույցի անդամ է։ Համագումարի պատվիրակ է։ Դե դուք ձեր հարցի պատասխան։ Ես չեմ ուզում ասում, ես ուղիղ ասում եմ։ Հանրապետականը կարիք չունի որևէ մեկի թիկունքում պահկվելու։ Եթե հանրապետականը բան ունենում է ասելու, ժամանակ եղել է, ես էլ եմ ասել։ Բայց հիմա ձեզ կխնդրեմ, ոչ թե կենտրոնանալ ընդդիմության տարաձայնությունների, այլ ազգային ու պետական շահի համախմբման վրա, որովհետև մեր շահը մի բան է պահանջում, մեր ասելով ոչ թե հանրապետական, այլ Հայաստանի Հանրապետության, որ հունիսի 8-ին չվերարտադրվի այս ստի ու կեղծիքի խորհրդանիշ նիկոլիստական իշխանությունը։ Հերթով։ Չունի հանրապետականների հետ, բայց այդ մարդը մի օրակարգ է նախաձեռնել առաջացրել, որը ՀՀԿ-ի թիվ 1 օրակարգն է դարձել։ Քանի տարի է ճանաչում։ Հենց ահագին ճանաչում եք, չէ՞։ Ես երբևէ խուսափել եմ ինչ-որ բանից խոսելու։ Չէ, բայց որ ասում եք Իմ այո, դե կապ չունի։ Հիմա ձեզ հետ էլ կապ ունեն, դուք հանրապետական եք, երեխեք սաղ հետ էլ կապ ունեն, հանրապետական եք, կարող ենք 1000 հարցերում իրար կարծիք կիսել։ Ես ձեր գործերի համար պատասխանատու եմ կամ դուք իմ։ Իհարկե ոչ։ Այդ մարդիկ ազատ մարդիկ են, իրենց կարծիքն են արտահայտում։ Այսինքն այսպես ասենք, հա, պարոն Շարմազան, ուղղակի մենք ճշտում։ Գայանե ջան ասեմ, ճշտում պետք չի, արի ես ասեմ։ Մելիք Ադամյան 2-ից, այո, Մելիք Ադամյան 2-ից նախաձեռնված գործընթաց չէ դա։ Եթե կարիք լինի, իսկ կարիք լինելու դեպքում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ Եզեվ պարոն Նաշոյանը եւ մեր պատգամավորները միշտ է շատ բաց, հստակ եւ սուր մեր կարծիք արտահայտել։